Սիրելի հայրենակիցներ, այս ամբիոնից քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը, աղավաղեց, հայտարարելով, որ Հրայր Մարուխյանը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ 3 կուսակցություններով համատեղ հայտարարություն են արել ընդդեմ անկախության։ Եթե ցույց տա Ռուբեն Ռուբինյանը այդ համատեղ հայտարարությունը, ես այս ամբիոնից պատրաստ եմ փոխել իմ անունը։ Ստում է պարոն Ռուբինյանը 1988 թվական հոկտեմբեր ամիս, ես իրականում այդ ժամանակ խորհրդային բանակում էի ծառայում, բայց մոտիկից շատ հետևում էի։ Հոկտեմբեր ամիս Հայաստանում գործադուլներ, ցույցեր եւ այլն եւ հայ ավանդական 3 կուսակցությունները համատեղ հայտարարություն են անում։ Առաջին կետ կոչ են անում խորհրդային Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքը եւ այդ հարցը դարձնել առաջնային։ Կոչ են անում Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին ծայրահեղական քայլերի չդիմել, գործադուլներ, դասադուլներ եւ այլն երկրի բնականon ընթացք չխախտելու համար։ Այսքանը չկար անկախություն, չկար ինքնորոշման իրավունք Հայաստանի Հանրապետության։ Դրանից մի քանի ամիս առաջ նույն Հայաստանի այդ ժամանակվա ազգային շարժումը, որը ղեկավարում էր Արցախյան շարժումը, 88 թվականի մայիսի 28-ին եռագույնով բեմ մի տակ չկանգնեց, չկար 88 թվականին անկախության շարժումը, որ այստեղից էլ չարաշահելով շատերի ինստիտուցիոնալ հիշողությունը փորձեն խաբել, մոլորեցնել հայ ժողովրդին, թե 88 թվականին հայ ավանդական 3 կուսակցությունները, այդ թվում հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ են արտահայտվել Հայաստանի անկախության շարժմանը։ Իրականում անկախական շարժման մասին ժամերով կարելի է պատմել, թե ոնց էր այդ ժամանակ ազատության հրապարակը նաև երկփեղված անկախականների մի խումբ եւ ոչ անկախականների այդ ժամանակվա այսպես ազգային առաջնորդություն։ Այսքանը, շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, Աստված վկա, ես չէի ուզում, որովհետև ես համարում եմ, որ Գեղամանունը շատ գեղեցիկ անուն է եւ ձեզ շատ է սազում, բայց տեսեք, աղբյուր, ինչ եմ կարդում ես հիմա կարդում եմ Անիարտ AM-ից, Անի հետազոտական կենտրոն, որը վարում է հայտնի լրագրող, Թաթուլ Հակոբյանը, վստահաբար ինքն էլ աղբյուրները նշած կլինի, հիմա կարդում եմ, 1988 թվականի աշնանը ՀՀԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ասել է հետևյալը, մեջբերում եմ, ՀՀԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն, կարծում ենք, հիշեցնում եմ, 88-ի աշունը գիտեք ինչ ժամանակ է, որ ասենք ես ծնված չէի, դեռ պետք է ծնվեի 1.5 տարի հետո, բայց Քոչյան Անդրանիկը, պարոն Նազարյանը, ենթադրում եմ պարոն Սուքիասյանը, մի խոշտով մեծ տարիքի մարդիկ երևի բան են, պայքարում էին անկախության համար արդեն։ Ասում է, սակայն կարծում ենք, բայց թողեք մեջբերեմ, էլի, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին ու անի ավերակները։ Բայց մի վայրկյան 1988, այսինքն Մարուխյանը միայնակ չէր, 1988-ի սեպտեմբերի 29-ին հայ ավանդական 3 կուսակցությունները, ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն համատեղ հայտարարությամբ են հայտես գալիս, մեջբերում եմ հատված։ Հայաստանի եւ Ղարաբաղի արի ժողովրդին կոչ են անում, որ խուսափեն ծայրահեղական կեցվածներից, օրինակ Քոչյան Անդրանիկը, երբ որ հանրահավաքի էր մասնակցում 88 թվականի սեպտեմբերին, ծայրահեղական կեցվածքի մեջ չէր։ Մի վայրկյան, շարունակում եմ, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը ԽՍՀՄ-ի մի Պարոն Մանուկյան, ես չէի ընդհատում։ Նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը խաթարում էր մեր հայրենիք ԽՍՀՄ-ի կարգուկանոնը, էլի։ Ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, էլի, ԽՍՀՄ-ի մշակութային կյանքի դեմ էր հանդես գալիս Քոչյան Անդրանիկը, Գեղամ Նազարյանն էլ հետը։ Եվ մնացածը։ Վնասում են ժողովրդի վարկը, իհարկե, այ ժողովրդի վարկը վնասում էր պարոն Նազարյանը Մոսկվայի կոմունիստական կուսակցության գրասենյակի առաջ։
Ինչպես նաև բնականon հարաբերությունները լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետի նպատակներին։ Այսինքն Քոչարյան Անդրանիկն ու Գեգամ Նազարյանը հասկանում եք, չէ՞, խորհրդային բարձրագույն իշխանությունների հետ մեր բնականon հարաբերություններն էին վնասում ու խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ենթադրում եմ նկատի ունեին նաև խորհրդային Ադրբեջանը, հարաբերությունները վնասում էին։ Այս սրա համար, պարոն Մանուկյան, այս է եղել ձեր կողմը, մի վայրկյան, այս է եղել ձեր կողմը լալով դեմը լալը, որ ասում է, մենք կողմ ենք անկախությանը, բայց կոչ ենք անում ժողովրդին հանգած խաղաղության համար չպայքարել։ Բայց պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը։ Ես կարծում եմ ձեր անունը շատ գեղեցիկ անուն է եւ սազում է ձեզ։ Շնորհակալություն։